Ես հաճախ եմ հիշում, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիևի ինձ ամենախոցած արտահայտությունը եղել է այն, ընդ որում դա բռնազավթված Արցախից է արվել, որ իրեն հաջողվեց կազմաքանդել հայ ժողովրդի գաղափարական հիմքերը, նա այդպիսի արտահայտություն է արել։ Նա հպարտանում էր նույնիսկ ոչ թե բռնազավթված հողերով, այլ նրանով, որ իրեն հաջողվել է կազմաքանդել հայ ժողովրդի գաղափարական հիմքերը։ Ինչու է սա արվում այս վարչախմբի ձեռամբ եւ ինչպես պայքարել դրա դեմ, ինչպես դուրս ելնել այս կործանարար ընթացքի դեմ։ Հիմա տեսեք, սկզբում մենք մտածում էինք, որ սա ստերեոտիպին չիմացության արդյունք է, բայց կամաց գնալով մտածում ես, որ սա ստերեոտիպին ծրագիր է, որ իրականացվում է եւ թելադրված է դրսից։ Տրամաբանությունը միայն հետեւյալի մեջ է, իրենց կողմից, իրենց պատկերացմամբ, որ թուրք-ադրբեջանական հզոր տանդեմի պայմաններում, որին միացել է նաև մեր ռազմավարական դաշնակիցը ցավոք սրտի Ռուսաստանը շատ հարցերում, ահա այս պայմաններում նորահարսի նման պահելը այդ տանդեմի նկատմամբ ենթադրում է Հայաստանի անվտանգությունը։ Ես ուղիղ հակառակ տեսակետին եմ։